Վերջին 14 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք, այս մասին հայտնում է հիվանդությունների վերահսկման կախարդման ազգային կենտրոնը։ Վիրուսի նոր տարբերակը, որը ստացել է ոչ պաշտոնական ստրատուս անվանումը, բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է, խռպոտությունը։ Ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ հոսպիտալացման ծանր դեպքերը կենտրոնացած են խոցելի խմբերում։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակը վիրուսային է դարձել սոցցանցերում, հավաքելով միլիոնավոր դիտումներ։ Տեսանյութում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետն ինքն է հրապարակել, մտախոհ լսում է Զենֆիրայի երգը, որը կոչվում է «Ներիր ինձ իմ սեր», որից հետո շրջվում է ու դեմքի տխուր արտահայտությամբ նայում տեսախցիկին։ Հոլովակը վերածվել է համացանցային մեմի, օգտատերերը սկսել են նմանակել վարչապետին եւ նմանատիպ տեսանյութեր տեղադրել, նշելով վարչապետի տխուր վայբը։ Վարչապետը պարբերաբար նման հոլովակներ է տեղադրում, օրինակ բարի լույս եւ բարի օր մաղթանքներով։ Հայտնի է նաեւ Հայաստանի վարչապետի մեկ այլ տեսանյութը, որում նա ցուցադրում է սիրտ շնորհավորելով Երևանի ծննդյան տարեդարձը։ Նախորեն Երևանի մետրոպոլիտեն մոտ 1 ժամ ավել է աշխատել Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի համերգից հետո մեծ թվով ուղևորներին սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ Մետրոն աշխատել է մինչև մոտավորապես գիշերը 1:30, մինչև վերջին ուղևորը սպասարկվել է, ասել է նա։ Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում Երևանի 2807-ամյակի առթիվ համերգով հանդես եկավ Թաթան։ Համերգից հետո համացանցում տեսանյութեր տարածվեցին, մետրոյի դռների մոտ մեծ թվով մարդիկ էին կուտակվել։ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը այսօր հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին մասնակցելու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Սուրենյանցը, որ ավելի վաղ հայտարարել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանի ծրագրին միանալու մասին, նշեց, որ ձևաչափի շուրջ այժմ քննարկումներ են ընթանում։ Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացման եւ խորհրդարանական ընտրություններում մեկ թիմ դառնալու ճանապարհով հստակ է, ասել է նա։